Ողջույն, Բուն TV-ի եթերում Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի Ժողովանվտանգություն փոդքասթն է։ Ես ԺԱՏԿ-նախագահ Տիգրան Գրիգորյանն եմ։ Այսօր մեր հյուրն է ապրի Արմենիայի ավագ վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը։ Լեոնիդ, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Այսօր փորձենք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի զինված ուժերի բարեփոխման գործընթացում եւ միգուցե ինչ-որ համեմատականներ անցկացնենք վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացների հետ, քանի որ սեպտեմբերյան էսկալացիայից 2022 թվականին անցել է արդեն 2 տարի, կարող ենք ինչ-որ արդյունքներ ամփոփել այս 2 տարվա ընթացքում մեր բանակը ավելի բարենպաստ վիճակում է գտնվում, թե ոչ, ինչպիսի քայլեր են ձեռնարկվել մարտունակությունը բարձրացնելու համար եւ եթե Աստված մի արասցե այդ մասշտաբի կամ մի քիչ ավելի փոքր էսկալացիա լինի մոտ ապագայում, արդյոք մենք ավելի պատրաստված ենք այդպիսի էսկալացիաներին։ Որոշ փոփոխություններ բնականաբար կան ու ստեղ եթե մենք խոսում ենք հատկապես փոքր էսկալացիաների մասին, որտեղ սեպտեմբեր 2022 թվականի ես այդքան էլ չեմ համարում փոքր էսկալացիա, ինքը ժամանակաշրջանն էր կարճ 2 օր, բայց ինքը ինտենսիվությամբ ոչ մի բանով ավելի ցածր չէր, քան 44 օրյա պատերազմը։ Բավականին խորքային հարվածներ էին Հայաստանի տարածքին արձակվում եւ կորուստներն էլ էին բավականին մեծ։ Եթե մենք խոսում ենք փոքր, իսկական այս փոքր սահմանաբերձ էսկալացիաների մասին, ինձ թվում է, որ այս պահին, ասենք, եթե համեմատենք 2021-ի 22-ի դրվագների հետ, ավելի ստաբիլ իրավիճակ հիմա կունենանք, որովհետեւ մենք գիտենք, որ որոշ ֆորտիֆիկացիոն աշխատանքներ են վարվել ու վարվում են, որոնք հենց հատկապես էֆեկտիվ են ցածր մասշտաբի գործողությունների դեմ։ Եթե մենք խոսում ենք մեծ պատերազմի մասին, ավելի բարձր ինտենսիվության, ստեղ մենք դեռ եթե նայենք բաց աղբյուրների գոնե տեղեկատվություններին, մեկը բացեր ունենք, դա շատ դեպքերում կապված է համ նրա հետ, որ շուկայում այս պահին շատ տեսակի զենքի ու զինամթերքի դեֆիցիտ կա, օրինակի համար հակաօդային պաշտպանության սիստեմների բավականին լուրջ պակասություն կա շուկայում այս պահին, այն երկրներում, որոնք մեր գործընկերն են նաև, ու ստեղ մենք գիտենք էլի բաց աղբյուրներից, որ որոշ գնումներ բավականին մեծ ծավալով Հնդկաստանից են արվել այդ շրջանում հակաօդային պաշտպանության եւ հենց իրանց հնդկական մեդիան ասում է, որ մինչեւ այս տարվա վերջ որոշ չափով պետք է սկսեն արդեն բերել Հայաստան այդ պատվերի շրջանակներում զենքը։ Դա բնականաբար ժամանակ է տևելու ու այն ինչը որ Հնդկաստանը այս պահին ունի, այդ ակաշ տիպի սիստեմները հակաօդային պաշտպանության, իրանք ինձ թվում է մենակ մի սեգմենտ են փակում այդ միջին հեռավորությունները, բայց հենց հոպը շատ կարևոր է հոպի մեջ ինվեստիցիա ավելի շատ անել ներդրում, որովհետև մենք տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանն էլ է առաջ շարժվում, ու նենց չի, որ Ադրբեջանը այսօր այն Ադրբեջանն է, որ 2020 թվին էր, դա էլ է շատ կարևոր հասկանալ, որ արդեն ուշ է 2020 թվի պատերազմին էլի պատրաստվել, ինքը չի լինելու էլ։ Դա մենք այսօր տեսնում ենք տենդենց, որ Ադրբեջանը մեծ քանակի բացի դրոններից, որ իրանք այդքան օգտագործեցին, հիմա գնում են մեծ քանակի հեռավոր եւ կառավարվող զենք ու զինամթերք, ավիացիոն օրինակի համար, իրանց սովետական տեխնիկան ավիացիոն, որ իրանք ունեն, օրինակ Su-25-ները մոդեռնիզացվել են Թուրքիայում եւ իրանք կարող են օգտագործել, կիրառել բոլոր գրեթե թուրքական կառավարվող զենքերը, ավիացիոն դա լրիվ արդեն ուրիշ մակարդակի զենք է դառնում եւ թևավոր հրթիռների մասին խոսք է գնում,
գնելու կամ արդեն իրանք գնել են, մենք դեռ չենք տեսել օֆիցիալ դա, որ իրանք ունեն, բայց թևավոր հրթիռներ 250 կիլոմետր թռիչքի հեռավորությամբ, դա նշանակում է, որ մենք լրիվ ուրիշ մոտեցումներ պետք է արդեն ցուցաբերենք եւ հակաօդային պաշտպանությունը պետք է համ կառավարվի շատ էֆեկտիվ օգտագործելով ամենանոր կառավարման ցանցերը, որոնք Հայաստանը պետք է կառուցի, հենց ներքին ռեսուրսը շատ դեպքերում է օգտագործելու, համ պետք է լինեն շատ տարբեր տեսակի հակաօդային պաշտպանության սիստեմներ, սկսած զենիտային հրետանուց, որը զարգացած չի Հայաստանում այս պահին, ու որը բավականին լուրջ տրենդ է աշխարհում, որովհետև այդ դանդաղաշարժ ու էժան, բայց մասսայական թիրախների դեմ դա միակ լուծումն է, դա գումարած իրան ռադիոէլեկտրոն պայքարը, որտեղ դուք չեք կարող ծախսել ամեն տենց թիրախի վրա 100,000 եւ ավել դոլարանոց հրթիռներ։ Եվ բացի դրանից պետք են այն դասական տարբեր հեռավորության սիստեմները հակաօդային պաշտպանություն ու մի անգամ եմ ուզում շեշտ դնեմ, շատ կարևոր է այդ ամեն ինչը ճիշտ կառավարել, որովհետև այսօր դուք ունեք ամեն տեղ այդ նույն խնդիրը, դուք պետք է կարողանաք շատ արագ սելեկցիա անել թիրախների, օրինակ ձեր ռադիոլոկացիան կայանը ինչ որ միտեղ տեսնում է, որ գալիս է 5 հատ փոքր դրոն, 2 հատ մեծ ու մի հատ Su-25, ասենք, ու պետք է ձեր ցանցը կառավարման կիսաավտոմատ ռեժիմով ասի, որ այս թիրախները պետք է այս զենիտային օրինակ մեր հրետանու կոմպլեքսը, որ կանգնած այստեղ, իրանք պետք է խոցեն այս թիրախները, չգիտեմ, S300-ը պետք է Su-25-ը խոցի, իսկ այն ավելի մեծ դրոնները, չգիտեմ, Ակաշը պետք է խոցի։ Այդ ամեն ինչը անելու համար դուք կարող եք ունենալ ասենք մի րոպե կամ 2 րոպե մաքսիմում։ Այդ տենց այսօր մենք մարտահրավերների դեմ ենք կանգնած ու դրա համար միշտ քիչ ռեֆորմ ու փոփոխություն միշտ քիչ է, դա միշտ պետք է ավելի շատ լինի, մենք ինձ թվում է այստեղ միշտ պետք է սխմենք ու խոսանք, որ պետք է ավելի շատ անել։ Այո, թվարկման երկրորդ մասում անդրադարձ կկատարենք նաև կառուցվածքային բարեփոխումներին զինված ուժերին, բայց շարունակելով սպառազինությունների թեման, Հնդկաստանի տարբերակը կարծես թե ինչ որ ad hoc որոշում էր սեպտեմբերյան էսկալացիայից հետո, երբ հասկացանք, որ ռուսների հետ այդ աշխատանքը այդքան էլ արդյունավետ չի, այդ հայտնի պայմանագրի մատակարարումը տեղի չի ունենում, հնդկական տարբերակը ի հայտ եկավ եւ տեսնում ենք, որ առնվազն թվերի առումով բավականին հաջող համագործակցություն ընթանում է, իհարկե այդ սպառազինությունը եւ զինատեսակները դեռևս պետք է կիրառվեն, միգուցե ինչ որ մի բան կիրառվել է արդեն, բայց երևի դրա արդյունավետության մասին ապագայում կիմանանք, բայց բացի հնդկական ու ֆրանսիական ուղղություններից կան ինչ որ այլ հեռանկարային ուղղություններ, որոնց ուղղությամբ պետք է Հայաստանը աշխատի, օրինակ վերջերս հայկական պատվիրակություններ գտնվում Հարավային Կորեայում։ Հարավային Կորեան կարող է լինել այդպիսի պոտենցիալ գործընկեր։ Հարավային Կորեային այս պահին ամենաաճող շուկան է, ավելի ոչ թե շուկան, հակառակ ամենաաճող արտադրողն է զենքի եւ զինամթերքի եւ օրինակի համար Պոլշան, եթե մենք նայենք ինչ պատվերներ է արել Հարավային Կորեայում, մենք կհասկանանք, որ իրանք այսօր շատ կարելի է հստակ ասել, որ օրինակ Գերմանիայից ահագին առաջ են այս պահին հենց Հարավային Կորեան։ Իրանք ինչ է իրանց տարբերում շատ ուրիշ երկրներից, օրինակ Եվրոպայում, որ իրանք քանակներ են կարում արտադրել, որտեղ իրանց մարտահրավերներն են բավականին ծանր, իրանց թշնամին համ իրանցից շատ ավելի մեծ բանակ ունի ու լավ վատ որակի կամ հին զինտեխնիկա, բայց քանակները ահավոր մեծ են այնտեղ, ասենք տասնյակ հազարներ։ Դրա համար իրանք այդ պոտենցիալը ունեն ու իրանք չեն եղել այն իրավիճակում, որ 20-30 տարի
շատ քիչ են գումար ծախսել ռազմարտունաբերությունը զարգացնելու համար, այլ հակառակ։ Այստեղ ինչը միակ բանը գործոնը որ կարա խանգարի, այդ նայա որ Հարավային Կորեան Թուրքիայի հետ բավականին լավ համագործակցություն ունի այդ ոլորտում, բայց դա ոնց որ այդ կարողա մակարդակի խոսակցություն այստեղ նույն ժամանակ իրանք կարողա ցույց տան ճկունություն, որ իրանք ուզում են բոլոր գործընկերների հետ հարաբերություններ զարգացնել, նույն ժամանակ պետք է հասկանալ, որ հարավային կորեական զենքը ամենաթանկերից մեկն է աշխարհում, ամենավորակյալներից եւ ամենաթանկերից մեկը, օրինակ իրանց K2 տանկը համարվում է երևի ամենատեխնոլոգիական աշխարհում, բայց գնովել մի քանի տարի առաջ էլ գերազանցում էր 12-15 միլիոն դոլարը մի հատի համար։ Իսկ արևմտյան ուղղությամբ բացի Ֆրանսիայից ինչ որ այլ հեռանկարային երկրներ կան, որոնց հետ կարելի է հաստատել այդ համագործակցություն, չնայած ձեր նախորդ պատասխանում արդեն նշեցիք, որ ծավալների հետ խնդիր կա եւ ուկրաինական պատերազմը շատ ռեսուրսներ խլում է։ Այո, այդ ամենամեծ խնդիրն է։ Այստեղ ստացվում է, որ բացի նրանից, որ այդ երկիրը պետքա ուզենա ձեր այդ համագործակցի, նաեւ իրանք պետքա ձեզ Ուկրաինայի հետ հավասար իրանց priority list-ի մեջ դնեն ոնց որ Ֆրանսիան ինչ որ դեպքերում ցուցադրել է որ դա անում է, իսկ մնացած երկրների մասին մենք դեռ չենք կարող դա ասել։ Նույն ժամանակ մեկը պետք է աշխատել, որովհետև զենք ու զինամթերք, որ մենք ասում ենք, մենակ տանկը ու ասենք հակաօդային պաշտպանություն ինչ որ մեծ սիստեմ չի, բավականին մեծ քանակի կան փոքր ինչ որ կոմպոնենտներ, որոնց մասին սովորական մարդիկ չեն մտածում, լիքը տարբեր բաներ կան, որ հետաքրքիր է նայել ամեն տեղ, բնականաբար Եվրոպայի երկրների հետ մեկը պետք է աշխատել, Պոլշայի հետ պետք է աշխատել, օրինակ, որովհետև դա այն երկրներից է, որ մենք աճ ենք տեսնելու իրանց դերի հենց ԵՄ-ի մեջ, հենց ռազմական ոլորտում։ Եվ ինչու ոչ երկրներ, որոնք տենց ասենք դասական արտադրողներ չեն համարվում, գոնե տենց մակերեսային մոտեցում եթե ցուցաբերենք, հիմա շատ երկրներ սկսել են ներդրումներ անել ռազմարտունաբերության մեջ եւ պետքա շուկան հետևել, հիմա կարողա, չգիտեմ, ինչ որ մի հատ կոնկրետ լավ միտք տեսնենք, Եգիպտոսում են ինչ-որ մի հատ մի բան հետաքրքիր արտադրում, ինչու չգնել։ Ես նկատի ունեմ, որ պետք է լինեն տենց 2-3 պարտներ, որոնք ավելի տենց ամենագլխավոր պարտներներն են, բայց դա չի նշանակում, որ պետք է աչքերը փակել մնացած աշխարհի վրա։ Այո, կարծում եմ այդ առումով հետաքրքիր թեմա է նաև, թե ինչպես են կարող մենք Ռուսաստանից կախվածությունը նվազեցնել ոչ միայն սպառազինությունների ձեռքբերման առումով, այլ նաև առկա սովետական ռուսական սպառազինություն սպասարկելու առումով, որ այդ պարագայում Արևելյան Եվրոպան, ինչ որ չափով նաև Հնդկաստանը երևի կարող են որոշակի դերակատարություն ունենալ այդ գործընթացում։ Սպառազինման թեման ավարտենք տեղական ռազմաարդյունաբերության զարգացման։ Մենք տեսնում ենք, որ բավականին խոշոր միջոցներ են հատկացվում այդ ոլորտի զարգացմանը։ Ձեր ընկալմամբ, ձեր կարծիքով արդյոք այս պարագայում հայաստանյան ռազմաարդյունաբերությունը ունի այդ կարողությունները կլանելու այդ գումարները, որովհետև Այդ հարցը պատասխանելու համար մենք պետք է սպասենք 2-3 տարի եւ տեսնենք կստացվի թե չէ։ Ինձ թվում է, որ դա ճիշտ ճանապարհ է մեկը, մինչեւ այդ պատվերները չլինեն, չի էլ կարա զարգանա։ Ինձ թվում է, այստեղ մենք կտեսնենք բավականին նորմալ նկար, որտեղ մի քանի օրինակ մատակարարող կկարողանան անել, մի քանի կկարողանան մասամբ եւ հետո կզարգանան process-ի մեջ եւ կարող է լինեն մի քանիսը, որ այդ խաղից դուրս ընկնեն։ Ու դա հենց այն մոտեցումն է, որ պետքա ցուցադրել, որ հասկանալ թե ում հետ է պետք աշխատել, որ ընկերությունները կարող են զարգանալ, մեծանալ, դառնալ նորմալ, տենց ոնց ասենք market economy է այդտեղ, ինձ թվում է ուրիշ ճանապարհ չի կարա լինի։ Նույն ժամանակ պետք է հասկանալ, որ բացի տեղական ոնց որ տենց տեղական համակարգերից, տեղ մշակած կա նաև ուրիշ մոտեցում զարգացման
Հիմա այս պահին մենք տեսնում ենք, որ Հայաստանը բավականին մեծ պատվերներ է զենքի ու զինամթերքի անում ու ընդունված է բավականին ամենտեղ, որ եթե մեծ պատվեր եք ինչ-որ մի բանի անում, ինչ-որ չափով այդ զենքը պետք է արտադրվի հենց ձեր երկրում։ Արտադրվի դա կարա նշանակի հավաքել օրինակի համար ինչ-որ մասերից, բայց մեկը այդտեղ որոշ կարևորություն կա, որտեվ աշխատանքի գնի մի մասը մնում է Հայաստանում, ստեղ մարդիկ աշխատատեղեր են ստանում բավականին բարձր կվալիֆիկացիայի, բարձր աշխատավարձներով համեմատաբար եւ դա շատ ավելի ձեռնտու է, քան պատրաստի զենքը գնել եմ։ Հիմա եթե նույն Հնդկաստանի հետ մենք շարունակելու ենք, պետք է տենց պրոյեկտների վրա շեշտը ավելի շատ դնել բնականաբար։ Այո, ունենք օրինակ Ադրբեջանի փորձը, որ Իսրայելի հետ որոշ զինատեսակներ կարողանում է Ադրբեջանում արտադրել։ Հիմա անցնելով ավելի տեսական հարցերի, խոսեցինք սպառազինությունների ձեռքբերման գործընթացի մասին, բայց արդյոք ձեր ընկալմամբ կա ինչ-որ տեսական պատկերացում, թե որ ուղղությամբ պետք է ընթանա զինված ուժերի բարեփոխման գործընթացը, կա ինչ-որ դոկտրին, որը հիմնական է համարվում այս փուլում, եւ եթե կա, որն է դա։ Այս պահին մենք գիտենք մենակ մի բան, որ նոր համապարփակ պաշտպանության կոնցեպտը ընդունվել, բայց մենք դեռ այդ փաստաթուղթը բաց չունենք եւ նույն ժամանակ ասվում է, որ այդ փաստաթուղթը օգտագործելով պետք է գրվեն տարբեր ավելի նեղ դոկտրիններ, օրինակ ռազմական դոկտրինը, պաշտպանական դոկտրինը, բայց այս պահին մենք ունենք 2007 թվականի պաշտպանական դոկտրինը, որը արդեն բնականաբար հատկապես 2020 թվականից հետո ինքը ոչ մի կապ չունի այն ամեն ինչի հետ, ինչ որ մենք այս պահին ունենք։ Դրա համար այդ ոլորտում բավականին մեծ աշխատանք կանելու ու ճիշտը որ ասենք, այդ ինձ թվում է ամենամեծ խնդիրներից է, որտեվ որ օրինակ որոշես ինչ գնումներ պետք է անես, պետք է հասկանաս դու ինչ ես ուզում անես։ Դու պաշտպանվում ես, բայց պլաններ ունես պաշտպանվելու ժամանակ ինչ որ առաջ գնալու կամ շատ մեծ այդտեղ խոսակցություն է, ոնց ես դու դա անում, ինչ ձևի ես այդ պատերազմը վարում։ Այս պահին ինձ թվում է մենք ավելի շատ ունեինք, որը երևի նորմալ է, 2020 թվականից հետո տենց emergency իրավիճակ էր, պետք էր, ասենք գոնե այն, չգիտեմ, հրետանու կորուստները փակել, որ կային։ Նույն ժամանակ, ինչքան ժամանակը առաջ է գնում, այնքան պետք է այդ կարճաժամկետից տեղափոխվել ավելի երկարաժամկետ planning դեպի ու սենց ասենք, միշտ պետք է ունենաք համ կարճաժամկետը, համ երկարաժամկետը իրար հետ, որովհետև եթե մեկն է իրանցից չի ստացվելու։ Այո, մեծ հաշվով բավականին պարադոքսալ իրավիճակ է, ոչ թե պարադոքսալ, այլ բացատրելի, որ ամեն ինչ իրավիճակային է հիմա։ 2020 թվականի պատերազմից հետո, 22 թվականի էսկալացիայից հետո եւ ցաշով արտաքին քաղաքականությունն էլ իրավիճակային եւ նաեւ սպառազինությունների ձեռքբերման ոլորտում, զինված ուժերի բարեփոխման ոլորտում։ Հիմա այս ամենը քննարկելուց հետո փորձենք հասկանանք, անցնենք մի քիչ արդեն աշխարհաքաղաքական թեմաների, փորձենք հասկանալ նոր էսկալացիաների կամ նոր միգուցե պատերազմի հավանականության մասին, որովհետեւ կարծես թե որոշակի բարեփոխումների գործընթաց Հայաստանում կան սպառազինությունների ձեռքբերման գործընթաց, կան այդ ֆորտիֆիկացիոն կառույցների ստեղծման գործընթաց։ Արդյոք այս ամենը հաշվի առնելով ադրբեջանական նոր էսկալացիայի գինը ավելի բարձր է Բաքվի համար, քան դա կար 2022 թվականին։ Եվ արդյոք Բաքուն հաշվի առնելով նաև փոփոխված միգուցե աշխարհաքաղաքական նպատակները մոտ ապագայում կգնա էսկալացիաներ, որովհետև հիմա այս փուլում Հայաստանում, Երևանում շատ են քննարկումներ այդ մասին, որ COP29-ից հետո միգուցե ինչ-որ բան լինի, միգուցե գառնանը լինի, որն է ձեր գնահատականը։
Այստեղ կարևոր է համեմատել ոչ թե Ադրբեջանի կարողությունները 2022 թվականի սեպտեմբերի, այլ Ադրբեջանի կարողությունները այս պահին, որոնք մեկը Հայաստանինն էլ է ինչ-որ իմաստով աճել, բայց իրանցն էլ է աճում։ Իրանք էլ են գումար ծախսում։ Այս պահին մենք ստացվում է, որ 2025 թվին մենք կունենանք ամենափոքր տարբերությունը մեր ռազմական բյուջեների մեջ, երևի վերջի 20 տարվա մեջ, այս երկու անգամից քիչ արդեն կմնա տարբերությունը կստացվի, եղել է որ 6 անգամ շատ է եղել, 5-6 անգամ շատ է եղել, բայց մեկը երկու անգամ շատ է ավելի ու մեկը իրանք էլ են, կոռուպցիա ունեն ինչ որ ավելի շատ հուսով եմ, քան մեր մոտ եւ ուրիշ տարբեր գործոններ, բայց մեկը իրանք լուրջ մատակարարող ունեն, Իսրայելը բավականին էֆեկտիվ իրանց աշխատումը, ավիացիոն կոմպոնենտը ոնց իմացանք ուժեղացնում են հիմա, ոչ ամենաաշխարհի լավ կործանիչն են արել, պրոբլեմային բավականին, բայց արել են ու մենք ունենք 4 հատ կործանիչ օրինակի համար, իսկ իրանք ունենան, ասենք 20 հատ հələ 12 հատ էլ ունեն հնից MiG-29-ը։ Դրա համար պետք է այդ տենդենսը մենք հետևենք ու ամեն ինչ անել, որ այդ ասենց ասած տարբերությունը կչանա։ Եվ եթե մենք ասենք հենց այս պատերազմի հավանականության մասին, մինչև COP29-ը ինձ թվում է դա արդեն շատ քիչ հավանական է, դա ժամանակ համարյա չի մնացել ու ինչքան քիչ է ժամանակ մնում, այնքան ավելի անիմաստ է Ադրբեջանի համար դա անել մինչև այդ կլիմատիկ ֆորումը։ Դրանից հետո էլ արդեն եղանակային պայմանները նենց չի, որ շատ բարենպաստ են, ձմեռը արդեն գալիս։ Դրա համար ինձ թվում է ավելի բարձր հավանականություն էսկալացիայի երևի գարնանը կարող է լինի։ Ոնց որ մենք ստեղ մենք երբեք չենք ասում, որ հաստատ չի լինելու էսկալացիա, բայց ասենք շատ քիչ է հավանականությունը մինչև կոպը, մի քիչ ավելի շատ է ձմեռը եւ ավելի շատ է գարնանը։ Բայց ստեղ մենք ունենք տարբեր ուրիշ գործոններ, որ այդ ամեն ինչի վրա կարող են ազդել, Վրաստանի եւ ԱՄՆ-ի օրինակի համար այդ ընտրությունները եւ ուրիշ գործոններ, օրինակ հենց Իսրայելի ու Իրանի հետ կապված մերձավոր արևելքի օրինակ կոնֆլիկտը ու դեպի ուրա գնալու, ուրա շարժվելու։ Թողարկումը այսպիսի հարցով ավարտենք, մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել է խոսույթը այն մասին, որ Հայաստանը չպետք է զինվի։ Պարտված կողմ է, կոպիտ ասած կապիտուլացված կողմ է, Ալիևը համեմատականներ է տանում նացիստական Գերմանիայի հետ, ու հիշում ենք նաև Ադրբեջանի նախագահի հայտարարությունները այն մասին, որ եթե մենք վտանգ զգանք, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Ձեր ընկալմամբ հաշվի առնելով նաև, որ Ալիևի հայտարարություններին պետք է բավականին լուրջ վերաբերել, որովհետև այդ հայտարարությունները սովորաբար գործողություններ են դառնում վաղ թե ուշ, այդ ամենը հաշվի առնելով Ադրբեջանը ինչպիսի քայլեր կարող է ձեռնարկել այս գործընթացը կանխելու համար, այսինքն Հայաստանի զինվելու գործընթացը կանխելու համար։ Սումա դիպլոմատիկ քայլերով դա դժվար թե ինքը կարողանա անել, կարա փորձի խանգարել ինչ որ նոր պարտներների հետ զարգացնել հարաբերությունները, բայց օրինակի համար եթե մենք նույն Ֆրանսիայի օրինակը վերցնենք, ինձ թվում է իրանք այնտեղ սխալվեցին բավականին լուրջ, օգնելով ինչ որ իմաստով մեզ ավելի շատ խորացնել այդ համագործակցությունը։ Ես չէի տեսնում, որ Ֆրանսիան ուզում է տենց իրանց հետ, կոնկրետ իրանց հետ այդքան փչացնի իր հարաբերությունները, բայց Ադրբեջանը իրանց հետ փչացրեց հարաբերությունը։ Եթե տենց դիպլոմատիայով գործեն, հաստատ ոչ մի բան չի ստացվի։ Եթե ավելի իսկական ձևի աշխատեն, գնան որոշ կարևոր երկրներից իրանք մեծ գնումներ անեն, ինչ որ կոռուպցիոն գործոն այդ գնումների մեջ մեծ մտցնեն, ոնց որ օրինակ Սերբիայի հետ իրանք արեցին հիմա կամ Սլովակիայի, այդ ինչ որ չափով կարող է մեզ խանգարի, բայց լրիվ տենց փագել մեր բոլոր ոնց որ շուկաները ես չեմ տեսնում դա հնարավոր։ Իսկ հնարավոր չի ռազմական էսկալացիա հենց այդ նպատակով մեսի չեղելու համար, որ դուք պետք է ձեզ մի քիչ զսպայեք։ Ստեղ ամենավատը որն է, որ եթե մենք չզինվենք,
ավելի վատ կլինի իրանք հասկանում եմ չէ ես համ մեր տեսանկյունն եմ նայում համ այն պարտներների որոնք օրինակ ուզում են որ Հայաստանը լինի կամ ուզում են որ Հայաստանի վրա չհարձակվեն ինձ թվում է այդ երկրներն են հասկանում որ եթե Հայաստանը չզինվի կամ բանակում բարեփոխումներ չանի ավելի վատ է այստեղ լինելու ամեն ինչ այդ տեսակետից հա որոշ ռիսկեր միշտ էլ կան նույն ժամանակ պետք է հասկանալ որ կոնկրետ ինձ թվում է այդ զինվելու մասին նարատիվը ադրբեջանական արվում է նրա համար որ երբ որ իրանք ուզենան պատերազմ սկսեն ասեն այս պատճառով ենք սկսում իրանք տենց մի քանի տեսակի նարատիվներ են առաջ տանում օրինակի համար որ մենք անդադ խախտում ենք սահմանին կրակում ենք իրանց կողմ եթե նկատել ես ամեն չգիտեմ 2-3 շաբաթ մի հատ տենց press release դնում են անպայման այստեղ ինձ թվում է ամեն կարևորություն կա որ իրանց հանրությունը ոնց որ չսովորի որ հանգիստ է իրավիճակը եւ ոնց որ թե արդեն պատերազմ չի լինելու այդ համ իրանց հանրության համ Հայաստանի վրա ճնշումը ինչ որ իմաստով ուղիղ ճնշումը համ էլ միջազգային հանրության գոնե մի մասի համար իրանք նարատիվներ են ցույց տալիս որ ինչու իրանք կարող են մի անգամ էլ պատերազմ սկսեն Այո, համաձայն եմ եւ կարծում եմ հենց Ֆրանսիայի պես երկրների հիմնական մոտիվացիան Հայաստանի հետ աշխատելու այս ուղղությամբ այն է, որ կա անկալում, որ առանց այս կոմպոնենտի զարգացման, այսինքն Հայաստանի ինքնապաշտպանության կարողության զարգացման, բոլոր խոսակցությունների խաղաղության մասին մեր տարածաշրջանում անիմաստ են։ Լեոնիդ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Քեզ էլ